այն ինչ որ ազգերի լիգան կոչել է վիճելի տարածքներ, դրանք ավելի քան 20,000 քառակուսի կիլոմետր է եւ Նախճիվանը մենք փաստորեն հրաժարվել ենք այն գլխից անգամ այդպիսի հայաբնակ վայրերից ինչպիսին է Քարհատ Տաշկեսանը մենք հրաժարվել ենք այնպիսի ինչպիսին է Շեմախան եւ այլ մենք փաստորեն շարունակական մեր այդ անտեսելով ավելի շուտ ահա այդ ճշմարտությունները մենք ինքներս մեզ դրել ենք բավականին ծանր վիճակի մեջ կրկնում եմ կան ես այստեղ հիշատակեցի Արմեն Մարուկյանին բայց կան բավականին հզոր լուծաբանների առանձին գրված նյութեր եւ վերջապես Գարսիո Լուիս Օկամպոյի հստակ 23 թվականի շրջանառության մեջ դրված այն փաստը, որ Արցախում տեղի է ունենում ոչ թե հումանիտար աղետ, ոչ թե ինչ-որ մի զուտ էթնիկական զտում, այլ դա ցեղասպանություն է։ Եվ ես կցանկանայի, որ մենք, եթե մենք խոսելու ենք մեր աշակերտների հետ, երիտասարդ սերնդի հետ, կարողանանք անել այն, ինչ որ օրինակ ակադեմիայի պատմության ինստիտուտը ժամանակին 2-3 տարի առաջ էր անցկացրել այդպիսի միջոցառում, կոնֆերանս, որտեղ հստակեցրել է, որ եւ 1915 թվականից սկսյալ իրականացվել է ցեղասպանությունը ոչ միայն արևմտյան Հայաստանում եւ միայն Օսմանյան Թուրքիայի կողմից, այլ դա տեղի է ունեցել եւ արևելյան Հայաստանում ամբողջովին այն տարածքը, որը որ 70,000 քառակուսի կիլոմետրից ավել է, եւ դա տեղի է ունեցել շարունակական լենիդասովետական ժամանակահատվածում հրեգ ուրիշ մեթոդներով եւ այո ոչ ամենտեղ, բայց մենք գիտենք, որ հայաթափվել են, ինչպես ես ասեցի, օրինակ Գարդմանք աշխարհը հայաթափվել են ինձ համար վերին աստիճանի ծանոթ Քարհատի, Տաշկեսանի այդ շրջանի հայությունը հայաթափվել են եւ Շամախա եւ այլ չեմ ասում Գանձակի մասին։ Մենք փաստորեն այսօր կարծում եմ դա պետք է սկիզբ դրվի շատ ավելի շարունակական վերջապես մենք առանձին միջոցառումների փիլիսոփայությունից եթե կարողանանք անցնենք սիստեմատիկ աշխատանքի այդ փիլիսոփայությանը ես կարծում եմ այն քարտերը ինչպես ասում են այն բոլոր նյութերը որոնք որ ապացուցում են որ Թուրքիան սկսյալ շատ ավելի շուտ քան 1915 թվականը եւ իր կողմից ստեղծած զուտ ցեղասպանությունը իրականացնելու համար իրեն Օսմանյան կայսրությունից դուրս տարածքների վրա այն է նախնական եթե մենք հյուսիսային Կիպրոսի մասին ենք խոսում ինչպես Թուրքիայի կողմից զավթված տարածքներ բայց մինչ այդ Թուրքիան իրականացրել է այդ նույն Օսմանյան կայսրությունից դուրս գտնվող տարածքների վրա իր եւս մի թուրքական կառավարության հիմնմանը եւ այդ Յուրի Բարսեղովի ես կարծում եմ բոլորը ծանոթ եք իր շատ հզոր գրքի այն է Նագորնո Ղարաբաղ դոկումենտի կոմենտարի այնտեղ շատ բարձ ցույց է տալիս թե ինչի համար է ստեղծվել Ադրբեջանը եւ պետք է ասեմ Ադրբեջանը ոչ միայն հլահունազանդ այլ ոգևորված իրականացնում է այդ ցեղասպանությունը ամենատարբեր ձևով առնվազն հայաթափումը ամբողջ այդ տարածքներից ակնհայտ կարելի է տեսնել այն թվերով որոնք որ միշտ բոլորիս հասու են եւ այս առումով ես կցանկանայի որ մենք երբ որ խոսում ենք այսօր խոսում ենք 110-ամյակի 10-րդ տարելիցի անպայման խոսենք նրա մասին որ այս ցեղասպանությունը ընդունել է վերին աստիճանի սիստեմատիկորեն բնույթ եւ իրականացվում է ամբողջ այս 110 տարիների ընթացքում
Ես կարծում եմ, ես դրանով կարող եմ ավարտել, ուղղակի տրամադրելով եւ խնդրելով, որ մենք հստակեցնենք մեր մոտեցումները եւ մենք կարողանանք հասկանալի ու լսելի դառնալ մեր լսարանին, որի մենք հավակնում ենք, ինչքան ես գիտեմ, շատ ավելի լայն լսարանի, ես կարծում եմ, մենք պետք է նախապես մեր կոնցեպտը հստակեցնենք, ինչ ենք հասկանում ցեղասպանություն, դա զուտ գործողություն է, թե անընդմեջ շարունակվող քաղաքականություն, ինչին ես միտված եմ ավելի, եւ արդյոք մենք չենք տեսնում, որ ապրում ենք, էլի Օկամպոյին մեջ բերեմ, ընթացող ցեղասպանության ժամանակներին, ինչպես ինքը ասել է, ongoing genocide, այսինքն ընթացող ցեղասպանություն, եւ մենք կարող է պատահել նոր այդ կոնցեպտը հստակեցնելով, մեր գլոսարի ճշտելով, մենք ինչի տակ հասկանում, ինչ ենք հասկանում Լեռնային Ղարաբաղ, ինչ ենք հասկանում Նախճիվան, ինչ ենք հասկանում սովետական Ադրբեջան կամ ինչպես որ գրված է որոշ տեղերում դա արևմտյան մերձ Կասպիան տարածք, իջևիցե, մեզ պետք է բոլոր դեպքերում միասնական եւ ոչ միայն կոնցեպտ։ Ես կարծում եմ, այստեղ մենք ոչ թե այսօր կկարողանանք ամբողջովին լինի դա արած գործը, լինի դա անելիքը կարողանանք ներկայացնենք։ Ես կարծում եմ, մենք այսօր եթե կարողանանք մեզ համար նշենք այն ինչ որ ասում են ճանապարհային քարտեզ կամ որպես տնային աշխատանք ստանանք այդպիսի հանձնարարություն։ Ըստ երևույթին մենք կասենք, որ նպատակային մենք ինչ-որ մի միջոցառում արեցինք, որովհետև եթե մենք ասենք, թե ինչպիսի գործեր են արվել, ահա այստեղ միայն ներկաների կողմից, ես ճանաչում եմ պարոն Բաբախանյանին, ճանաչում եմ շատ-շատերին, ես վերին աստիճանի պարոն Նախոյանի աշխատանքը չեմ կարող ընդհանրապես նկարագրել, ինչպես եմ գնահատում, բայց եկեք մենք հստակեցնենք, մենք ինչ ենք ուզում այսօր անենք, ինչով ենք ուզում զգալ եւ հետագայում մենք ինչ ենք անելու բոլոր պարագաներում ցեղասպանության, այդ թվում եւ սովետական ժողովրդի ցեղասպանության խնդիրները պահանջում են բոլորովին նոր մոտեցումներ, նոր վերլուծություններ, քանի որ այն ինչ որ 100 տարվա մեջ արվել է, դա աշխատել է միայն մի ուղղությամբ, որ հայերի մեջ եւ հայերին ինչ-որ առումով հասկացող մարդկանց մի բան հասցնենք, բայց մենք ամբողջովին տանուլ տված ունենք իրավական դաշտը, միջև անգամ բոլոր իմ ծանոթները տարբեր երկրներից զարմանում են, այդ որ այդպես ապացուցելի է ցեղասպանությունը հայերի, թեկուզ այն ասած թվերի, այդ ինչու՞ չեք մի անգամ դիմել միջազգային այո, այսինքն եկեք մենք տեսնենք, մենք կարող ենք ինչ-որ մի լինի դա հայեցակարգ, լինի դա այսպես ասած, կրկնում եմ ճանապարհային քարտեզ, որովհետև մենք այսօր եկեք վատ բան ասեմ, էլի մենք տանուլ տված կողմ ենք այսօր։ Այդ բոլոր 110 տարիների ընթացքում մենք կորուստներ ենք ունեցել։ Մենք 30 տարի պարծենում ենք, որ վերջապես այդքան տարիներից հետո մենք ունեցանք Արցախը, տեսեք ոնց 7 տարվա մեջ ոչ միայն ջրեցին այդ հարցը, ոչ միայն բռնակցեցին Արցախը նորից Ադրբեջանին, այլ մենք ամբողջովին աղավաղված մտածելակերպով Հայաստանի Հանրապետությունում ունենք հասարակություն։ Հասկանում եք, մենք լուզեր ենք այս դաշտում։ Պարզապես քանի որ ես համոզված եմ, որ այս ամեն ինչի պատճառները մեր մեջ են, ոչ թե հարավ, հյուսիս, չգիտեմ ովքեր, այլ մեր մեջ են։ Հիմա դա ոգևորիչ հանգամանք է, դա նշանակում է եւ բանալիները մեր ձեռքին են։ Մենք չենք մոտեցել այն նորովի նոր այս աշխարհաքաղաքական մարտահրավերներին պատասխանելու, հակառակը բոլորը զարմանում եք, այս ինչ աշխարհային բարոյական է, սա չի տեսնում, նա չի տեսնում, չի տեսնելու, Աստված անողին ապարտական, մենք մինչ այսօր Օկամպոն երբ եկավ Հայաստան,
Մենք շատ-շատերը խոսեցին, ասել դուք ռազմավարություն ունեք, դուք որևէ ռազմավարություն ունեք այդ առումով, ոչ մենք չունենք։ Չունենք։ Լինելով Բաքվում Ցավոք ծնված գրթություն ստացած, ես պետք է ասեմ, որ սովետական ժամանակ արդեն իսկ նորովի զարգացում էր ստանում այն հայեցակարգը, որը մշակված է եղել Թուրքիայի կողմից 500 տարի առաջ։ 500 տարի առաջ եւ նրանք անում են այդ գործը։ Հիմա մեզ մոտ այսօր քանի անգամ 18 թվականի 2018 թվականին ասեցինք, որ թուրքերը այն ինչ որ չեն հասցրել անել 1915-ից 23 աշխատելու են ավարտի հասցնել 2015-ից 23-ը եւ դա արեցին։ Հիմա կներեք ես ում դեմ հիմա խոսեմ անող թշնամու թե անգործության մատնված չանող իմ հասարակության ժողովրդի։ Ես դրա համար եմ ասում ուշադրություն դարձնենք այն բաների վրա, որ մենք կորուստներ ենք ունեցել առաջի իսկ օրվանից, երբ թուրքը մտել է այս տարածաշրջան եւ անընդհատ նվաճել է տարածքներից։ Մենք կորցրել ենք։ Միայն 88 թվականից հետո մենք ամբողջովին կորցրել ենք այն տարածքները, որտեղ ապրում ենք դեռ։ Լինի սովետական ժամանակ, մենք կորցրել ենք, մենք չենք կարողացել օգտվել այն բոլոր հնարավորություններից, որը սովետական ժամանակ տրամադրվել է, որից օգտվել է Ադրբեջանը։ Հիմա այսօր մենք էլի, ես կներեք ինքս ինձ ընդհատեմ, ազգային ժողովի պատգամավոր լինելու ժամանակ ես ամբիոնից ասել եմ հետևյալը. վախենամ, որ եթե մենք հանկարծ ընկնենք դրախտ, մենք չենք կարողանալ օգտվենք դրախտի պտուղներից։ Այլ թույլ ենք տալու, որ այդ պտուղներից օգտվեն ուրիշները։ Ես դրա համար կարծում եմ, քանի որ ինչպես ասում են մենք ու մերոնք ենք, եկեք մի ամբողջովին ինչ-որ մի աշխատանքային ռեժիմով հենց հայեցակարգը փորձենք սկսենք կառուցել, առանց ռազմավարության, առանց հեռահար այդպիսի մի նյութի թղթի, մենք միշտ մնալու ենք իրար հասկացող, իրար հարգող, բայց որևէ մի ազդեցություն չենք ունենալու ընթացող այս գործընթացներին եւ այսպես ասած modus agendis, այսինքն այնպիսի ռազմավարություն, որ կազդի այս գործընթացների վրա մենք չենք ունենալու։ Սա է իմ անհանգստությունը ու սա է իմ ոգևորությունը, ես էլի շնորհակալություն հայտնեմ Արթուր Ղարագևյանին, իմ կողմից շատ հարգված այս նախաձեռնության համար, բայց եկեք մենք այդ նախաձեռնությունը կրկնում եմ, չմնա էլի այդպես նախաձեռնությունների փիլիսոփայության մեջ, կկարողանանք մենք արդյոք դա գործընթաց դարձնենք։ Այստեղ է մարտահրավերը այս մեր խմբին, որի մեջ ես ամենակարող է համեստ ներդրում ունեցողներից մեկն եմ։ Սա է, շնորհակալություն։